Ինչպես տեսել ենք նախկինում տարբեր պայմանավորվածությունների կամ համաձայնությունների գալու դեպքում հանրային հարց է հնչում, թե արդյոք կան դրանց իրականացման երաշխիքներ, հիմա լրագրողներից հարց ունենք, արդյոք կան երաշխիքներ, որ այս պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն, իսկ դրանք չկյանքի կոչվելու պայմաններում, որոնք են մեխանիզմները։ Դե ես անկեղծ ասած չեմ հասկանում հավերժ այս երաշխիքներ, երաշխավորներ գտնելու, երաշխավորներին հղում անելու մոլուցքը, դա գիտենք, որ բազմաթիվ պայմանագրերում հստակ երաշխավորող երկրներ են նշված եւ դա ամենևին չի փրկել այդ պայմանագրերին խախտվելուց ընդորում շատ կոպիտ։ Հետեւաբար մենք ուրիշ ճանապարհով ենք գնում, ոչ թե գտնում ենք երկրներ եւ նրանց անունները գրում ենք որպես երաշխավոր կամ երաշխիք, այլ փորձում ենք Եվ ոնց հասկանում եմ, սա նաև մեր մյուս գործընկերների մոտեցումն է եւ հարևանների, այլ փորձում ենք այնպիսի փոխշահավետ համագործակցության հարաբերությունների մեխանիզմ ստեղծել, այնպես գծել այս ամբողջ համակարգը, որ իր գործունեությունը լինի շահավետ բոլոր հնարավոր մասնակիցների համար, Հայաստանի համար, Ադրբեջանի համար, Միացյալ Նահանգների համար, եւ հենց այս փոխշահավետությունն է, որ պետք է ապահովի երկարակեցությունը, կենսունակությունը եւ նաեւ գիշեք ես այս նույն բանը ասել եմ նաեւ խաղաղության պայմանագրի նախաստորագրելուց հետո եւ այդ համատեքստում եւ նույն սկզբունքով ենք առաջնորդվում։